Ողջույն, նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի հուշարձանների և պատմական կոթողների որոնումներով եթերում ձեզ հետ է պատմության վկաները հեռուստանախագիծը։ Այսօր ուղևորվելու ենք բոլորիս համար նվիրական մի քաղաք, Անի։ Գեղեցկուհի մի քաղաք, որ արքայական ոստան էր, առաջնորդանիստ, քաղաքակրթության կենտրոն և քաղաքամայր, սակայն դժբախտ, որովհետև հավերժական թվացող պատմության ընթացքում նրան վիճակված չէր սեփական փառքը երկար վայելելու ճակատագիրը։ Նա ողջ աշխարհին դեռ 1000 տարի առաջ է ցույց տվել քաղաքակրթվելու ճանապարհը, երբ այդ նույն աշխարհը միայն 100 տարի անց պետք է իմանար վերածննդի մասին։ Գնացինք Անի։ Ցույց տվեք այս տեսարանը աշխարհի ծայրին ապրող ցանկացած հայի, նա անմիջապես կբացականչի Անին։ Հիմնադրման պահից ի վեր արևտրական, մշակութային ու հոգևոր խոշոր կենտրոն դարձած Անին իր զարգացման գագաթնակետին հասավ Գագիկ Առաջինի օրոք, որի իշխանության 30 տարիները Հայաստանի համար խաղաղության ու արարման տարիներ դարձան։ Հենց սա է Անին, հայոց քաղաքակրթության ու մշակույթի, ճարտարապետական հմայքի և 1000 ու մի եկեղեցիների վաղանցիկ փառքի երբեմնի շեն մայրաքաղաքը։ Սա իր հերթին։ Ամեն ինչից զատ Անին ինձ համար ուրիշ է, առանձնահատուկ սիրելի, որովհետև իմ պապերի տունն է եղել, նախնիներիս հարազատ քաղաքը։ Այստեղ հայտնվելուն պես հասկացա, որ Անին ինձ համար հերթական նկարահանման հրապարակ չէ։ Եվ ինքս ինձ մի քանի անգամ բռնեցրի, որ իմ կամքից անկախ ես կարծես ինչ-որ բան եմ փնտրում։ Շատ դժվար է ասել, թե ինչ, բայց փնտրում եմ։ Երևի նախնիներիս անտեսանելի հետքերը այս անմարդաբնակ, ամայի, լքված ու վաղուց մոռացված մայրաքաղաքում։ Անին բնակեցված է եղել դեռևս մեր թվարկությունից առաջ 8-ից 7-րդ դարերում, ինչի մասին վկայում է այդ դարաշրջանին վերագրվող դամբարանադաշտը։ Հինավուրց քաղաքը սփռված է Ախուրյանի աչափին, Ծաղկոցաձոր և Գայլաձոր կոչվող տեղանքում 1500 մետր բարձրությամբ մի սարահարթի վրա։ Հեթանոսական շրջանում բնակավայրը հայտնի է եղել Արամաս Դասծոմեհյանով և թագավորների գերեզմաններով։ Քրիստոնեության ընդունումից հետո քաղաքի մասին առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում, ըստ որի Անին կամսարական իշխանական տոհմի աննվաճ ամրոցն էր։ 961 թվականին Աշոտ 3-րդ թագավորը Անին գնում է կամսարականներից և կառուցում իր թագավորանիստ գեղեցիկ քաղաքը, այստեղ հիմնադրելով Բագրատունյաց աթոռը։ Անիի փառքը սկսվում է 961 թվականից, երբ Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից տեղափոխում են այստեղ և Անին հռչակում թագավորության մայրաքաղաք։ Միաժամանակ կառուցվում է նաև կաթողիկոսարանը և քաղաքը դառնում է նաև ամենայն հայոց հոգևոր կենտրոնը։ Քարտեզն ինձ անսխալ բերում է քաղաքի այն հատվածը, որտեղ ժամանակին ապրել են իմ նախնիները։ Ես սխալվել չէի կարող, քանի որ հստակ գիտեի պապերիս տները։ Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտ են եղել, և հենց այս սրբավայրն է եղել նրանց աղոթատեղին։ Մարդկային ոչ մի լեզվով հնարավոր չէ բացատրել դատարկության այն զգացողությունը, որ համակել էր ինձ այս տեսարանի առաջ։ Ոչինչ չկար։ Բնակելի տան ոչ մի պատառիկ, նույնիսկ որևէ հետք, որ այստեղ երբևէ կյանք է եղել։ Երևի բանականությունը տրված է ոչ միայն երջանկությունը գիտակցելու, այլ նաև տառապանք զգալու ու դրան դիմանալու համար։ Նստած եմ իմ պապենական օջախի տարածքում։
առանց օջախի, մի տեսակ ուրախ ու դժբախտ, երջանիկ, որ իմ բնորանում եմ, բայց և տխուր ու կիսատ, ինչպես Սուրբ Փրկիչ եկեղեցին, որի հրաշքով կանգնած կիսատ մարմինը կարծես բողոք ու հանդիմանության մարմնավորում լինի։ Ես գտել էի նվիրական մի բան, որն իրականում գոյություն չուներ։ Գուցե դա հենց անին է, բզկտված, խարխուլ, բայց հպարտ ու աննվաճ։ Հին մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշն է Անիի մայր տաճարը, Սուրբ Կաթողիկեն։ Այն 20 տարի շարունակ կառուցել է միջնադարյան Հայաստանի հանճարեղ ճարտարապետ Տրթատը։ Այն վարպետը, որը նաև Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարի նոր գմբեթի հեղինակն է։ Կառուցումը սկսվել է 989 թվականին, Սմբատ երկրորդի օրոք, և ավարտվել 1001 թվականին Գագիկ առաջինի կնոջ Կադրանիդե թագուհու օրոք։ Դեղին, սև ու կարմիր սրբատաշ տուֆից կառուցված եկեղեցին նվիրված է Սուրբ Աստվածածնին և ավելի մեծ է, քան Էջմիածնի մայր տաճարը։ Այս կամարների տակ մարդու հասակի արծաթե խաչի առաջ են ժամանակին թագադրվել հայոց թագավորներն ու ձեռնադրվել հայրապետները։ Նույնիսկ այս վիճակում այն փառահեղ է, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ անձեռակերտ տեսք է ունեցել մինչև գմբեթի խոնարհվելը։ Մայր տաճարի անմիջապես դիմաց մեկ այլ հուշարձան է՝ Մանուչեի մզկիթը։ Մզկիթը զարմանալիորեն քրիստոնեական կառույց է հիշեցնում։ Սյուներ, իսլամական ճարտարապետության հետ որևէ կապ չունեցող կլոր կամարներ և այլն։ Գուցե մահմեդականն այստեղ միայն մինարեն է։ Ինքներդ կռահեք։ Տարօրինակ ձևով թուրքական մզկիթում թուրքական ոչ մի արձանագրություն չկա։ Սա Անիի միջնաբերդն է, կամ Սարական իշխանական տոհմի կատարյալ շինություններից մեկը։ Հնագետներն ասում են, որ պարիսպների քարերն իրար հետ հատիկ-հատիկ կապված են եղել մի սկզբունքով, որը մասնագետներն անվանում են ծիծեռնակապոչ կապեր։ Միջնաբերդի մասին հստակ պատկերացում կազմելն այսօր դժվար է, ինչպես և մասամբ կանգուն պալատական միանավ եկեղեցու և հիմնահատակ ավերված արքայական պալատի։
Բարձրադիր հրվանդանը, որի վրա սփռված է քաղաքը, շրջակայքը զննելու հարմար դիտակետ է։ Այստեղից պարզ երևում է Հայաստանի Հանրապետության տարածքի հատվածը։ Քաղաքի սահմանագլխին, կիրճի մեջ, առանձնացած մի կղզյակի վրա, դեռ պահպանվել են Աղջկաբերդի եկեղեցու փլատակները։ Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված 5 քարաշեն կամուրջներով, որոնք ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։ Միջնադարյան քաղաքակիրթ բնակավայրերում պարտադիր է եղել բաղնիքների գոյությունը։ Անին բացառություն չէ։ Ըստ պատմագիրների թողած տեղեկությունների, այստեղ 6-ից 7 բաղնիք է եղել, որոնք գործել են ունենալով սեփական ջրամատակարարման և կոյուղագծերի ինքնահոս համակարգը։ 9 բաղնիքներից պահպանվել է միայն մեկը, և նրա օրինակով կարելի է կարծիք կազմել այդ դարաշրջանի բաղնիքների կառուցվածքի մասին։ Իր ճարտարապետական ինքնատիպությամբ Անիի հոգևոր Գագիկաշեն եկեղեցին։ Տաճարն ընդհանուր գծերով նման է եղել Զվարթնոցին, և ի սկզբանե այն պետք է նույնանար Զվարթնոցի հետ։ Սակայն բծախնդիր արվեստագետ լինելով, Կրթատ ճարտարապետը Զվարթնոցատիպ տաճարը կառուցել է ուրույն գծերով, ինչն առաջին հայացքից հասարակ դիտորդների համար անհասկանալի է եղել։ Ափսոս, որ այդ առանձնահատկության մասին մենք դժվար թե երբևէ իմանանք։ Ավերակները լռում են։ Մայր եկեղեցու շինարարությունը ավարտելուց անմիջապես հետո Գագիկ թագավորը սկսում է մի այլ եկեղեցու, Սուրբ Գրիգոր կամ Գագիկաշենի շինարարությունը։ Ըստ թագավորի մտահղացման, տաճարը պետք է նմանվեր Զվարթնոցին։ Տրդատ ճարտարապետը չենթարկվեց արքայի կամքին ու չկրկնօրինակեց այն։
Ներկայիս թուրքական պետության համար Անին շահավետ տուրիստական վայր է և գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության տակ։ Դրա շնորհիվ հնավայրը պարբերաբար խնամվում և վերականգնվում է, ինչի արդյունքն է նաև բազմաթիվ սրահներ ու սենյակներ ունեցող այս պալատը, որն այցելուներին դիմավորում է մաքուր տեսքով ու թարմացված պատերով։ Տասնմեկերորդ դարի սկզբին Անին քաղաքակրթության իսկական կենտրոն էր, որտեղ զարմանալի ներդաշնակությամբ զարգանում էին արվեստներն ու արհեստները, գիտությունը, քաղաքաշինությունը ու հոգևոր կյանքը։ Սա այն շրջանն էր, երբ բնակչության թիվն այստեղ գերազանցեց 100,000-ի սահմանը։ Անիում շրջանն այնքան էլ հեշտ չէ։ Ամեն վայրկյան աչքիդ առաջ փառահեղ մայրաքաղաքի երբեմնի շքեղությունն է, որից այսօր մնացել են մի քանի կիսավեր եկեղեցու կմախքներ և պաշտպանական սմբատաշեն և աշոտաշեն պարիսպների փլատակները։ Պարիսպները 10-12 մետր բարձրությամբ ձգվում են 2,5 կիլոմետր։ Բուրգերն ու աշտարակները ունեցել են հատուկ անուններ, օրինակ Աբրահամի բուրգ, Աշոտի բուրգ։ Ինչքան ամուր և հզոր են եղել դրանք, և ինչ վարպետությամբ կառուցված, որ բնության և մարդկային հազարամյա ոտնձգություններից հետո էլ կանգուն են մնացել, նույնիսկ պահպանելով Անին խորհրդանշող պարսպանշաններն ու խորհրդանշանները։ Ես շրջում ու մտածում էի, թե ինչքան հակասական է մարդկային բանականությունը։ Ժամանակին բարբարոսները չկարողացան քանդել եգիպտական բուրգերը, այլ միայն իզորու եղան մի փոքր վնասել դրանցից մեկը։ Մարդը ստեղծեց բուրգը, բայց մարդը անզոր եղավ ոչնչացնել այն։ Մարդը կերտեց Անի, ուրիշները եկան, ավերեցին, դրան գումարվեց ժամանակի կործանարար ստվերը, բայց Անին դարձավ ավելի նվիրական։ Անին անվերջ ու հավերժական է, ինչպես նրա ոտքերի մոտ գալարվող ու նրա գլխով անցած ամեն ինչին ականատես գետը։ Նա երևի թե հաստատ կասեր, թե ի վերջո ինչու ամայացավ արքայանիստ ոստանը։ 1238 թվականին մոնղոլները նախ պաշարեցին, ապա դավադրաբար գրավեցին ու ավերեցին Անին։ Սկսվեց զանգվածային արտագաղթ։ Անին աստիճանաբար հետադիմելով 14-րդ դարի վերջերին արդեն դադարեց գոյություն ունենալուց։ Ավանդությունն ասում է, թե քաղաքը վերջնականապես դադարեց գոյություն ունենալ 1319 թվականի ահեղ երկրաշարժից հետո։ Բայց այդ դեպքում ինչու է Երևանի արձանագրություններից մեկում Անեցի Շաբայդինը հիշատակում 1364 թվականը և անիծում Անին քանդողներին։ Ինչ բարբարոս է եղել այն ձեռքը, որ բարձրացել է այս ասեղնաքանդակ քաղաքի վրա։ Երևի ճիշտ են ասում, մարդն ընդունակ է ակամա ոչնչացնել այն, ինչն ամենաշատն է գնահատում՝ գեղեցիկը։ Հնուց եկած այն արտահայտությունը, որ եթե աշխարհն ավերվի Անին կշինի, Անին ավերվի աշխարհ չի շինի, խոսում է նրա մեծ անցյալի և հզորության մասին։ Իսկ ինչ որ բան շտկելու համար հետո ուշ է լինում։ Անին անվերջ ու հավերժական է, անսպառ ու նվիրական։ Եվ միամտություն կլինի կարծել, թե միայն մի այցելությամբ հնարավոր է ներկայացնել նրա անցյալի թեկուզ եւ մի չնչին մասնիկը։ Ով գիտե, գուցե մի օր նորից այցելենք այնտեղ։ Չգիտեմ երբ, բայց հաստատ կայցելենք, որովհետև այնտեղ դեռ շատ է մնացել այն, ինչը մեզ համար չափազանց հետաքրքիր է։ Այն, ինչի հետևից մենք կհասնենք անգամ աշխարհի ծայրը՝ պատմության վկաները։ Մինչ նոր վկայություններ,
Կհանդիպենք մի քանի օրից։